Շտապ օգնության բժշկի կյանքը խլած վթարից հետո այս տեսքն է ունեցել Toyota Magnish-ի մեքենայի ներսը։ Բացվել են անվտանգության բարձիկները։ Թե ինչ ցնցում է եղել, որ վարորդի կողքին նստած բժիշկը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, հայտնի չէ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, որ նա ամրագոտիով ամրակապված չի եղել։ Մահացած բժիշկը կին էր, սրտաբան, 2 դուստր ունի։ Ամուսինը մի քանի տարի առաջ էր մահացել։ Կանչի վայրից հետ գնալու ժամանակ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում է Երևանի Թամանցիների փողոցում մետրոյի գործարանային կայարանի մոտ շտապ օգնության մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց բախվել Էլեկտրասյանը։ Դեպքի վայրից 3 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Բժշկի մահն է արձանագրվել, բուժքրոջ վիճակը ծանր է, իսկ վարորդինը միջին ծանրության։ 2 տուժածներին կատարվել է կլինիկական, լաբորատոր, գործիքային հետազոտություններ, բուժքրոջ վիճակը եղել է ծանր, կատարված հետազոտությունների արդյունքներում հայտնաբերվել է կրծքավանդակի վնասվածք, որովայնի վնասվածք, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք, բուժառուն անմիջապես տեղափոխվել է վիրասրահ, կատարվել է վիրահատություն, կատարվել է փայծաղի հեռացում սպլենեկտոմիա, այժմ գտնվում է ռեանիմացիայում ծանր վիճակում արհեստական շնչառության ապարատով։ Վարորդը տեղափոխվել է նշված հետազոտությունները իրականացնելուց հետո ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այժմ տեղափոխվել է պալատ, գտնվում է միջին ծանրության վիճակում։ Վարորդը կողերի կոտրվածք է ստացել, գիտակցությունը տեղն է։ Շտապ բուժօգնության տնօրեն Ռուբեն Վարդանյանը մեզ հայտնել է, որ հավանաբար վարորդի աչքը կպել է ղեկին, քանի որ իրենց ձեռքի տակ եղած տեսանյութում էլ երևում է, որ վարորդին որևէ բան չի շեղել ճանապարհից։ Նույն բանն են պատմել մեզ նաև դեպքի վայրում։ Ես մոտեցա, մեկ բան է, շտապ օգնության մեքենան արդեն վնասված կանգնած էր, գայիշնիկները փակել էին տեսուչները, բայց մեջի վարորդը եւ բժիշկը ես չեմ տեսել։ Կարող է եւ աչքն կապել, բայց կարող է եւ սրտի կամ ինչ-որ մի խնդիր ունեցել, որ մարդը անկախ իրանից փորձել է գիտակցություն։ Ավել չեմ կարող, այդ մենակ բժիշկը որոշի։ Կեսօրին արդեն դեպքի վայրում մեր տեսախցիկն այս պատկերն է ֆիքսել։ Վթարված մեքենան արդեն այնտեղ չէր, վերամբարձ կռունկ էր աշխատում տարածքում։ Քաղաքապետարանի աշխատակիցներն էին փորձում վերականգնել Էլեկտրասյան աշխատանքը։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։